Բարև ձեզ, այսօր խոսելու ենք Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին։ Զրուցելու ենք ոլորտի մասնագետ Արթուր Շավետիսյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Եվ այսպես ինչ վիճակում է Հայաստանի էներգետիկ անվտանգությունը եւ քանի որ փորձում ենք ատոմակայանի կյանքը երկարացնել եւս 10 տարով, իսկ ժամկետը լրանում է եկող տարի արդեն։ ՄԱԳԱՏԵ-ից դրա համար թույլտվություն է պետք, թույլտվությունն էլ չունենք։ Եթե չստանանք այդ թույլտվությունը, ինչ ռիսկեր կան։ Դուք ճիշտ եք ասում, ներկայումս աշխատանքներ են ընթանում մեծամորի հայքի ժամկետի երկարաձգման հետ կապված, գործող ժամկետը մինչև 2026 թվականն է։ 26 թվականին ես գրեթե կասկած չունեմ, որ կերկարաձգվի, որովհետև աշխատանքները տարվում են բավականին բարեհաջող, ինչպես նաև ՄԱԳԱՏԵ-ի համապատասխան տեսչական այցեր են տեղի ունենում, ՄԱԳԱՏԵ-ում գլխավոր տնօրենի մակարդակով ընդհանուր բավականին լավ պատկերացում կա մեր կայանի դրական փորձի իմաստով, դրա համար ես գրեթե մասնագիտական առումով որևէ կասկած չունեմ, որ մենք բարեհաջող կավարտվի բոլոր այդ նախատեսված աշխատանքները եւ սահմանված ժամկետներում կերկարաձգվի եւ լիցենզիայի ժամկետը, այսպես ասած, մինչեւ 36 թվականը անխափան կգործի մեծամորի հայքը։ Իսկ ինչու ենք ուզում երկարացնել կյանքը։ Որովհետեւ ներկայումս ամբողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, ատոմային էներգետիկան թե շատ կարճ պատասխանեմ, այլ ընտրանք չկա։ Իսկ ավելի համընդգրկուն է թե այդ ամեն ինչին անդրադառնանք, ատոմային էներգետիկան դա Եվ իհավելում նախորդ ասած նախադասության ըստ էության աշխարհում իսկ ավելի կոնկրետ 21 թվականից սկսած ռենեսանս է ապրում ատոմային էներգետիկան։ Ատոմային էներգետիկան բավականին համեմատություն այլ գեներացնող կայանների բավականին մատչելի արտադրանք է տալիս միավորի արժեքի տեսանկյունից մաքուր է։ Ես որ 21-ի մասին նշեցի, 2021-ին պաշտոնապես Եվրահանձնաժողովը ճանաչեց կանաչ տաքսոնոմիայի ծրագրով եւ այսուհետ այդ օրվանից այսպես ասած պայմանական սկսած ատոմային էներգետիկան ոչ միայն արդյունավետ է, ոչ միայն մատչելի է համատության մեջ, այլ նաև կանաչ է, այսինքն ցածր ածխածնային տնտեսության կառուցման տրամաբանության մեջ ատոմային էներգետիկան իր կայուն եւ կարևոր դեր ունի։ Դրան գումարած հաշվի առնելով ներկայիս համաշխարհային տենդենսները, արտադրական ինտելեկտի զարգացման, ընդհանուր ըստ էության աշխարհը հիմա նորից գնում է էներգատար տնտեսության կամ ինչպես նախկինում ընդունված էր ասել ինդուստրիալ տնտեսության տրամաբանության մեջ, այսինքն դա նշանակում է, որ ավելի շատ էլեկտրոէներգիայի պահանջարկ է լինելու սկսած կենցաղից, վերջացած ավելի կարևոր, ասենք դատա ցենտրներ, մնացած։ Այդ տրամաբանության մեջ այդ հզորության, այդ արտադրողականության եւ այդ որակի էլեկտրոէներգիա կարող է գեներացվել միայն ավանդական մասնավորապես այդ թվում ատոմային կայանները։ Հետևաբար դրան գումարած ներողություն նաև ատոմային էներգետիկան Հայաստանի համար ի թիվս իմ նշած կարևորություններ նաև ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Ոլորտը ռազմավարական ոլորտ է եւ հարցը քննարկվել է նաև Ռուսաստանում ընդամենը 1 օր առաջ վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը ֆորումի ընթացքում Հիմա քննարկումների փուլ է եւ Հայաստանը, որ մտածում է, թե ինչ մոդելի ատոմակայան է շահագործելու, կառուցելու մոդուլային տարբերակներն են քննարկվում եւ ավանդական մեծ հայտի տարբերակը։ Երկու բառով կբացատրեք, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ բան է մոդուլային ատոմակայանը եւ տարբերությունը մեզ քաչ հայտնի ատոմակայանից։ Մոդուլայինների պատմությունը սկսվել է շատ ավելի վաղ, դեռևս երբ որ ատոմային էներգիան սկսվեց, միջուկային էներգիան սկսեց օգտագործել ռազմական նպատակներով։ Դրանք տեղակայվում էին ըստ էության ռազմանավերում, ստորգետնյա այդ պալոտկաներում եւ այլն, բայց հետո ժամանակի ընթացքում, երբ որ հասկացան Ռուսաստան, ԱՄՆ-ն, Կանադան, որոնք որ այդ տեխնոլոգիաներին դիապետում էին եւ ունեն խնդիր իրենց տարածքներում օրինակ ընդհանուր ենթակառուցվածքներից հեռու տարածքներ, որոնք էլեկտրաֆիկացված չեն կամ լավ զարգացած չեն ենթակառուցվածքները, փոքր հզորություններով կայաններ, որը հետո համարվեց մոդուլային, փորձել օգտագործել քաղաքացիական, կենցաղային նպատակներով։ Այդ փորձարկումները վաղուց են ընթանում, սկզբից ընդհանուր դա Ռուսաստանը, ԱՄՆ-ն, ինչպես նշեցի, հիմա նաև Չինաստանը միացել է այդ ամեն ինչին, սկզբից ենթադրվում էր, որ դա մասսայական արտադրություն կլինի 26 թվականից, բայց
ինչպես տեսնում եք 26 թվականի մասսական արտադրության մասին կամ սերիական արտադրության մասին խոսք չի կարող լինել որևէ երկրի պարագայում այս պահին մի քայլ առաջ Ռուսաստանը եւ Չինաստանն են ԱՄՆ-ից որովհետեւ իրանք այդ երեք պետություններն են որոնք ընդհանուր այդ առումով առաջ են անցել բայց մնացածից բայց իրանք իրար մեջ էլ բնականաբար մրցակցում են եւ Ռուսաստանը եւ Չինաստանը մի փոքր մեկ քայլ առաջ են ԱՄՆ-ից որովհետեւ ԱՄՆ-ում մշակված նախագծեր կան բազմաթիվ եւ առասարակ աշխարհում ներկայումս ավելի քան 80 մոդուլային ռեակտորի նախագիծ կա տարբեր պետությունների կողմից Ռուսաստանը Չինաստանի ասեմ ինչու է առավելությունը այդ փոքրիկ առավելությունը Ռուսաստանը ունի գործող լողացող մոդուլային կայան, որը որ կենցաղային նպատակներով է կամ քաղաքացիական նպատակներով է, Չինաստանը ստացիոնար հողի վրա, գետնի վրա կայան։ Մի քանի տարի արդեն դրանք շահագործվում են եւ նաեւ մոդուլայինի առավելությունը այն պետությունների համար է, ովքեր չունեն կամ չեն ունեցել ինչևէ որևէ ատոմային տեխնոլոգիա խաղաղ ատոմի, հիմա իրենց հնարավորությունը դնձերում այդ ընտանիքին միանալ, որտեղ դա այդ կարևոր ընտանիք է, ատոմային էներգետիկան նաեւ գնալով ձեր առաջի հարցին ոչ միայն էներգետիկա է, նաև բժշկություն է, նանոտեխնոլոգիա է, դա շատ համընդգրկուն է եւ եթե հետևենք ՄԱԳԱՏԵ-ի ծրագրերին, դա բազմաթիվ զարգացման եւ ռազմավարական ուղղություններ կան ատոմային էներգետիկայի հետ կապված։ Իսկ ինչու ենք մենք քննարկում մոդուլային տարբերակը մեր մոտ ինտեգրելու տարբերակը, որովհետեւ մեր մոտ քննարկումները այս տրամաբանությամբ են զարգանում, որովհետեւ Հայաստանը այնուամենայնիվ ունի փոքր էլեկտրոէներգետիկական շուկա եւ փոքր սպառում Հայաստանի պարագայում հզորությունների մասին պետք է խոսել այն տրամաբանությամբ թե Հայաստանը ինչ տնտեսություն է կառուցելու միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում եւ որ ամենակարևորն է ինչ արտահանման ծրագրերի միանալու։ Հիմա օրինակ ամենահայտնի ծրագիրը Հայաստան-Իրան կամ Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գիծը, որ պարբերաբար հետաձգվում էր, բայց հուսում ենք այդ մոտ ժամանակներում կավարտվի վերջապես։ Այդ էլեկտրահաղորդման գծի շահագործման հանձնելուց հետո Հայաստանից դեպի Իրան էլեկտրոէներգիա արտահանման ծավալները կարող են եռապատկվել։ Այդ հնարավորությունը կա։ Դա նշանակում է լրացուցիչ հզորություններ։ Այլ ծրագրերի մասին են խոսում դեպի Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը կանգնած է գրեթե։ Եթե դա աշխատեց, այսինքն եւս նոր հզորությունների մասին է խոսքը։ Այսինքն ավանդական կամ այսպես ասած հիմա ավելի հայտնի 1000-1200 մեգավատ հզորությամբ կայան բավարար չէ։ Այս պահին գործողը համատելու եւ պատկերացնելու համար 470 մեգավատ է մեծամորի այգը։ Եթե մենք ուզում ենք պահպանենք արկա իրավիճակը առանց խորը եւ մեծ զարգացման այդ պարագայում մեզ պետք է մոտ 600 մեգավատ հզորությամբ նոր ռեակտոր կամ ատոմային գեներացիա։ Եթե խոսում ենք իմ ասած մեծ զարգացումների մասին կամ այլ համագործակցությունների մասին, մեզ պետք է ոչ պակաս քան 1200 մեգավատ։ Այսինքն մենք ոչ թե պետք է գանք կայան, ապա հետո հզոր հարևաններ համագործակցություն, այլ համագործակցություն այնուհետև թե ինչ կայանա մեզ պետք։ Այսինքն այդ տրամաբանությամբ մենք պետք է շարժվել ըստիս հզորության, տեսակի, դիզայնի հետ կապված։ Եվ մի հավելում մոդուլայինների հետ կապված ես նշեցի, այսինքն մեր ամենագլխավոր խնդիրը կամ հարցականը դա իրենց անհայտությունն է։ Այսինքն եթե մենք չենք տեսել սերիական արտադրություն, ինչպես ասացի, չկա ոչ մի երկրի կողմից դեռևս, բայց Չինաստանը եւ Ռուսաստանը արդեն պլանավորում են։ Որևէ երկիր չի օգտագործում մոդուլային էներգիա։ Դե նշեցի, Չինաստանը մեկ հատ ունի, Ռուսաստանը մեկ հատ ունի, բայց սերիական արտադրության դեռևս չկա։ Իսկ ԱՄՆ-ում դեռևս գործողել չկա։ Շատ լավ, իսկ կարող ենք անվտանգության տեսանկյունից տարբերություն չկա մոդուլային թե ավանդական, այսինքն որն է ավելի անվտանգ։ Անվտանգության իմաստով ավանդականի բոլոր պատասխանները, ինչպես դրական, այնպես էլ բացասական, մենք գիտենք, որովհետև նույն այդ ֆորումը, որ դուք նշեցիք, ինչին էր նվիրված, դա նվիրված է ատոմային էներգետիկայի 80-ամյակին։ Այսինքն 80 տարի ավանդական կայանները զարգացել են իրենց թերություններով, առավելություններով, մենք մեծ երկու վթար ենք տեսել Չեռնոբիլ եւ Ֆուկուշիմա եւ բացասական եւ դրական իմաստով արդեն կառավարելի է, այսպես ինչպես իմ մոդայի ասել, ռիսկերը կառավարելի են։ Մոդուլայինների իմաստով այդ ամեն ինչը դեռևս նախագծման կամ վերլուծությունների մակարդակով է։ Ոչ դրա դրական փորձն է առանձնապես տեսանելի, ոչ էլ բացասականը։ Հասկանալի է, ինչու ատոմային էներգիա, կանաչ էներգիա, ասացիք, որ ատոմայինն էլ հիմա համարում է կանաչ էներգիա, բայց ալտերնատիվ մյուս տարբերակները գիտենք արևային էներգիան եւ հողմային կայանները։ Հայաստանում դրանք աշխատող տարբերակներ են, թե չէ։ Հողմային էներգիայի եւ վերականգնող էներգիայի կամ այսպես կոչված new renewables-ի, այսինքն նոր վերականգնողները, որոնք առանձնացվել են ընդհանուր վերականգնողներից, կարևոր ուղղակի կախվածություն կա կլիմայական պայմաններից։
Հողմայինի մասով Հայաստանում հողմայինը կամոդ լինելը ես հաճախ եմ լսում, ասում են Հայաստանը կամոդ երկիր է, Երևան եւ այլն, կամոդ երկիրը դա բավարար չի ընդհանրապես, որովհետեւ այսպես կոչված արտադրական կամի պետք է լինի։ Եվ հետո մեր կամոդ տարածքները այնպեսի վայրերում են, որտեղ դա հնարավոր չի, օրինակ լոգիստիկայի իմաստով այդտեղ հասցնել եւ այլն։ Հիմա ուսումնասիրվում է նորից հողմային պոտենցիալը, ասում են դրական է կարծես թե վերլուծությունները, բայց մեր մոտ դա ներողս սաղմնային վիճակում է արտադրական իմաստով։ Իդեպ, բայց Հայաստանը առաջինն էր տարածաշրջանում, որ ունեցավ հողմային կայան Պուշկինի լեռնանցքում Իրանի աջակցությամբ, բայց դրանից հետո լուրջ զարգացում չի եղել։ Արևային մասով դա արևայինը գաղտնիք չի, որ բավականին արագ տեմպերով զարգանում է։ Տարածված է Հայաստանում։ Դա ինչպես դրական, այնպես էլ բացասական բան ունի, այսինքն արևը դա մեր կարևոր կամ բնական ռեսուրսն է, որը պետք է օգտագործել բնականաբար, բայց հաշվի առնելով, որ արևային էներգիան դա իրավիճակային է սպայգամ Հայաստանի համար եւ այն պետությունների համար, որոնք ունեն կուտակիչներ, այդ պարագայում արև կա, շատ բարձ կենցաղային ասած, կա էլեկտրոէներգիա, արև չկա էլեկտրոէներգիա եւ ամենակարևորը այն արևային կայաններով հնարավոր չի ստանալ այսպես ասած ռեակտիվ հզորություն, այսինքն մասնագիտական խնդիրների այդ կարող են։ Օրինակ, բարձ ասած, եթե լինեն կտրուկ տատանումներ, իսկ դա համակարգերում որևէ համակարգում բացառված չի։ Վերջի թարմ ու ամենատարածված օրինակ Իսպանիայում, Պորտուգալիայում տեղի ունեցած բլեքաուտներ, որ համակարգային անջատում տեղի ունեցավ ամբողջ պետությունով, հիվանդանոցներ եւ այլն։ Նման պարագայում արևային կայանները չեն կարողանում այդ միանգամից համակարգից անջատվում են եւ եթե համակարգում զուգահեռ չկա գործող ավանդական կայան, դա կլինի ջերմաէլեկտրակայան, դա կլինի ատոմակայան, կարող է այդ պետության էներգիա համակարգը այսպես ասած ամբողջությամբ թռնել, եթե մասնագիտական լեզվով ասենք, ապա շատ դժվարությամբ վերականգնել, որը որ հսկայական տնտեսական, ֆինանսական, անվտանգային բազմաթիվ ռիսկեր է առաջ է կանգնեցնում։ Իսկ օրինակ ես նաեւ խոսեցի դատա ցենտրների մնացածի մասին, նման պարագայում նման մեկ իրավիճակը անթույլատրելի է, այսինքն դա այդ պետության, իսկ նման դա միջազգային պրոյեկտներ են, այսինքն այդ պետության հեղինակության մասին է խոսքը, չի կարող ավանդական արտադրություն, ավանդական կայանի արտադրություն չլինի։ Նման դատա ցենտրների կամ ասած կարևոր ինչ-որ կենտրոնների համար բնականաբար էլեկտրոէներգիա մատակարարվի ջեկերում կամ այգում արտադրված։ Հետևաբար ցանկացած պարագայում եւ տնտեսական, եւ էներգետիկական, եւ անվտանգային իմաստով աշխարհում, այդ թվում Հայաստանում ատոմէներգետիկային այլ ընտրանք չկա։ Ի հաշիվ մեկի մյուսը չի գալի զարգացնել, պետք է լինի հավասարակշռված զարգացումը։ Ձեր կարծիքով առաջնահերթ ինչ քայլեր պետք է անի Հայաստանը ոչ միայն տեխնիկական, այլ քաղաքական հաշվարկների առումով։ Ու քաղաքական հաշվարկներում ես չեմ անդրադառնա, ես ուղղակի մի բան կասեմ, որ պետք է օր առաջ որոշում կայացնել ատոմային կայանի, նոր ատոմային կայանի կամ ռեակտորի հետ կապված, որովհետև որոշումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Որոշումից հետո նախ որոշումը պետք է լինի այնպեսի, որ հանկարծ մեկ օր անգամ Հայաստանին չկանգնեցնի միջուկային էներգիայի, խաղամիջուկային էներգիայի կորստի վտանգի առջև, այսինքն պետք է այնպեսի որոշում լինի, այդ քաղաքական որոշումը, որ իրականանալի լինի տեխնիկապես եւ էներգետիկական իմաստով, եւ երկրորդը դա հսկայածավալ եւ բարդ բավականին երբեմն նեղ մասնագիտական աշխատանք է ենթադրում, այսինքն որոշումից հետո այսպես ասած հետնաբեմում պայմանական ասած շատ երկար ու բարդ ոչ պակաս քան 10 տարվա աշխատանք է անհրաժեշտ իրականացնել։ Այսինքն մենք ՄԱԳԱՏԷ-ի թույլտվությունը ստանալուն պես 10 տարվա ընթացքում պետք է լծվենք նոր ատոմակայանի կառուցման։ Այս պահին ՄԱԳԱՏԷ-ի նորի մասով ՄԱԳԱՏԷ-ի թույլտվության կարիք չկա, ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի մասով։ Չէ, ժամանակաշահելու իմաստով նկատի ունեմ 10 տարի արդեն կշահագործվի հին ատոմակայանը եւ այդ ընթացքում մենք պետք է արագացնենք։ Դա չի էլ քննարկվում մասնագիտական առնվազն դաշտում, որոշ մեկ չի էլ մտածում, որ կարող է հանկարծ այնպես լինի ու մեծամոլեկը 26-ին հետո չաշխատի։ Դա չի էլ դիտարկվում որևէ սցենարում ոչ մի մասնագետի կողմից։ Այդ արդեն մենք որպես իրականություն ենք դիտարկում։ Ճիշտ է, փաստաթղթային որոշ ֆորմալ բաներ կա, բայց իրականությունն է, որ մենք դիտարկում ենք այ 36-ից հետո ինչ պետք է լինի։ Մեր բոլոր վերլուծությունները այդ տրամաբանությամբ է։ Իսկ քանի տարի է անհրաժեշտ, որ կարողանանք մինչև 36 թվականից հետո կարողանանք արդեն ապահովված էներգակայուն Եթե ավանդական համակարգ պայմանական ասած, եթե ընտրվում է ավանդական կամ մեզ հայտնի 1200 մեգավատ հզորությամբ կայանների տարբերակը, ապա ոչ պակաս քան 10 տարի։ Մոդուլայինի պարագայում ըստ նախագծերի դա 3-ից 5 տարի է, բայց դա ըստ նախագծերի ոչ մեկ չուն, իսկ ատոմային էներգետիկայում եւ առավել նոր ցանկացած նոր տեխնոլոգիա, իսկ մոդուլայինը խաղաղ նպատակներով ըստ էության նոր է կամ հինի եւ նորի համանդրությունն է, եթե ավելի տես ճշգրիտ ասենք, ինքը ոչ մեկ չի կարող հիմա երաշխավորել 25 թվականին, որ օրինակ
36-ին Հայաստանը կունենա նոր մոդուլային կայան։ Եթե ինչ-որ մեկը կերաշխավորի մինչև 36 թվականը բարձ Երևանցու լեզվով տեր կկանգնի, այդ ժամանակ դա ուրիշ հարց է, բայց ռիսկը մեծ է։ Դրա համար պետք է որոշումներ լինեն ավելի հավասարակշռված եւ համակարգային։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, մենք խոսում էինք Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին, իմ հյուրը ոլորտի մասնագետ Արթուր Շավետիսյանն էր։ Ցտեսություն։